Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ալիևի ռեժիմը շփոթեցնում է սեփական քաղաքացիների։ Իրանը եւ Թուրքիան միաժամանակ թշնամի եւ բարեկամ։ Ալիևի ռեժիմի այս խաղերի հետևանքով այն կարող է մի քանի օրում անհետանալ, զգուշացնում են Թեհրանից։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում բաց մի թողեք հաղորդաշարն է, որի շրջանակներում շարունակում ենք հետևել թշնամու ներքին անցուդարձին։ The Wall Street Journal-ը հայտնում է. Իսրայելի պաշտոնյաներն աճող մտահոգություն են զգում պատերազմի շուրջ։ Հիմնական պատճառներն են. պատերազմի համար ծախսերի շարունակական աճը, որը ծանր հարված է թե Պարսիցծոցի երկրներին, թե գլոբալ տնտեսությանը, գների կտրուկ աճի ֆոնին, ԱՄՆ-ի մասնակցությունը, որը նախագահի համար կարող է քաղաքական մեծ ռիսկեր պարունակել, եւ ոչ մի նշան, որ Իրանը մոտենում է կոլապսին։ Իսրայելական պաշտպանական պլանավորողները նաև խոսում են Լիբանանում Հեզբոլլահի դեմ զանգվածային ցամաքային գործողության ռիսկի մասին, սակայն ընդգծում են. մենք չենք ուզում տապալվել ճահճում։ Արդյունքում տարածաշրջանում լարվածությունն աճում է եւ նույնիսկ ամերիկյան ու իսրայելական ղեկավարությունը զգում է անորոշության ու վտանգների չափը։ Ադրբեջանում ձևավորվել է վտանգավոր համակարգ, որտեղ Ալիևի ռեժիմը միաժամանակ տարածում է իրար հակասող գաղափարներ հասարակությանը վերահսկելու համար։ Մի կողմից ասում են, սա թուրքերի հողն է, մյուս կողմից բոլորս ադրբեջանցի ենք։ Միաժամանակ Իրանը մերն է եւ Իրանը մեր թշնամին է։ Սա պատահական չէ։ Սա մտածված քաղաքականություն է մարդկանց շփոթեցնելու, վախի մեջ պահելու եւ լիակատար վերահսկողություն հաստատելու համար։ Այս համակարգում միասնությունը իրականում նշանակում է միակերպություն, մեկ ինքնություն, մեկ լեզու, մեկ մտածողություն, իսկ մյուս ժողովուրդները, թալիշներ, լեզգիներ, քրդեր հայտնվում են ճնշման տակ։ Ամենավտանգավորը այս ամենը սկսվում է դպրոցից։ Երեխաներին պատմությունը ներկայացվում է որպես կայսերական առասպել, որտեղ Ադրբեջանը իր իբր մեծ պետություն է, իսկ հարևանները թշնամիներ։ Իշխանությունն նաև շահարկում է արտաքին թշնամու թեման, ներսի խնդիրները ծածկելու համար։ Երբ պետք է, Իրանը մերն է, երբ պետք է, թշնամի։ Արդյունքում Ադրբեջանում կառուցվում է ոչ թե քաղաքացիական պետություն, այլ վախի, կեղծիքի եւ քարոզչության վրա հիմնված համակարգ։ Եվ ամենավտանգավորը, այս քաղաքականության գլխավոր թիրախը երեխաներն են, գրում է Թալիշ Մուղանյան վտարանդի կառավարության նախագահ Բորիս Թալիշինսկին։ Թեհրանի համալսարանի պրոֆեսոր Սեյեդ Մոհամմադ Մարանդին կանխատեսում է, եթե Ալիևի ռեժիմը շարունակի Իրանի դեմ քաղաքականությունը, Իսրայելի ու ԱՄՆ-ի հետ համատեղ, ապա երկար չի ապրի։ Պրոֆեսորը նշում է, որ այն կարող է ամբողջությամբ լուծարվել ընդամենը մի քանի օրում եւ դրա փոխարեն կգա նոր կառավարություն, որը բարեկամական հարաբերություններ կկառուցի Իրանի հետ։ Ալիևի ապակային իշխանությունը եւ նրա արտաքին քաղաքական սխալները սրում են տարածաշրջանային իրավիճակը, ստեղծելով վտանգներ, նշում է պրոֆեսորը։ Նախագահական ռեժիմի падգամավորներից մեկը, Նախիջևանի падգամավոր Աբասովը մեղադրվում է ամուսնացած կնոջ նկատմամբ անբարոյական պահվածքի մեջ։ Երբ կնոջ ամուսինը վերադառնում է տուն, տեսնում է падգամավորին, բնականաբար բռնություն է կիրառում։ Արդյունքում Մեջլիսը որոշում է նրան զրկել մանդատից, նշելով, որ падգամավորի դիրքը պիտի պահպանի համեստություն ու պատիվ։ Չնայած պաշտոնական հանգամանքներին, այս պատմությունը կրկին ցույց է տալիս, թե ինչպես են Ալիևի ռեժիմի ներկայացուցիչները հաճախ վատնում իշխանությունը սեփական շահերի համար, իսկ իրավական եւ բարոյական պատասխանատվությունը երկրորդ պլանում է հայտնում է Հակին Ազը։ Թուրքիայում սկանդալային իրավիճակ է ձևավորվել նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի կրթության շուրջ։ Էրդողանը դատի է տվել ընդդիմության առաջնորդ Օզգյուր Օզելին Էրդողան առանց դիպլոմի հայտարարության համար պահանջելով 500,000 թուրքական լիրայի փոխհատուցում։ Սակայն դատական գործընթացը բացել է ավելի լուրջ հարց։ Ընդդիմությունը դատարանում պահանջել է ներկայացնել նախագահի դիպլոմը դրա առկայությունը հաստատելու համար։ Էրդողանի փաստաբանները հայտարարել են, որ դիպլոմը կա, բայց հրաժարվել են այն ներկայացնել, պնդելով, որ դա պարտադիր չէ։ Միաժամանակ նրանք փորձել են հեռացնել դատավորին, պատճառաբանելով, թե նա անձնական հետաքրքրություն ունի այս հարցում։ Այսպիսով դատը, որը պետք է փակեր թեման, ավելի է խորացրել կասկածները, գործի քննությունը հետաձգվել է մինչև 2026 թվականի սեպտեմբեր։ Իսրայելում աղմկահարույց որոշում է կայացվել, հանվել են բոլոր մեղադրանքները 5 զինծառայողների նկատմամբ, որոնք կասկածում են պաղեստինցի կալանավորների նկատմամբ բռնությունների մեջ։ Խոսքը վերաբերում է 2024 թվականի ամռանը տեղի ունեցած սկանդալին, երբ համացանցում տարածվեցին կադրեր ըստ Թեյման բանտում տեղի ունեցած բռնությունների վերաբերյալ, ինչից հետո դեպքը միջազգային արձագանք ստացավ։ Այդ ժամանակ Իսրայելի իշխանությունները ստիպված էին ձերբակալել մի շարք կասկածյալների, սակայն հետագայում երկրի ներսում սկսվեցին բողոքի ակցիաներ նրանց աջակցությամբ, որոնց մասնակցում էին նաև քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ։ Վերջին որոշմամբ մեղադրանքները հանվել են, ինչը քննադատների կարծիքով կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել եւ հարցեր առաջացնել պատասխանատվության մեխանիզմների արդյունավետության վերաբերյալ։
Յուսալ Աբդուլլայևը, որը ճանաչվել է դերտերի գործով տուժող, պահանջել է 300,000 մանաթ փոխհատուցում խոշտանգումների եւ 1 ամսով անօրինական մեկուսացման համար։ Սակայն Ադրբեջանում դատարանը միայն մասամբ է բավարարել պահանջը, նրան վճարելով ընդամենը 16,000 մանաթ նաեւ փաստաբանների վճարի համար։ Այս դեպքը ցույց է տալիս, որ Ալիևի ռեժիմի ենթակայության ներքո իրավական համակարգը շարունակում է պաշտպանել պետությունը, ոչ թե քաղաքացիներին, եւ որ զինվորականների իրավունքներն այստեղ շարունակում են մնալ թղթի վրա, գրում է Դևիչյա Բաշնյան։ Բաքվում դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր Ալի Քերիմլիի նախկին թիկնապահ Նովրուզ Թաղիևին շինծու մեղադրանքով, մինչդեռ դատախազը պահանջում էր 8 տարի։ Պարզվում է նրան մեղադրում են 70,000 մանաթ հափշտակելու համար։ Թաղիևը դատանում պնդել է իր անմեղությունը, այս գործը վկայում է, որ Ալիևի ռեժիմի տիրապետության ներքո իրավական համակարգը հաճախ ծառայում է ոչ թե արդարությանը, այլ քաղաքական շահերին, վերահսկելով ընդդիմությանը եւ ակտիվիստներին, գրում է Հաքինազը։ Արեստացին երկրի մայրաքաղաքում նաև դատական գործընթաց է սկսվել Ռուսաստանի քաղաքացիների խմբի դեմ։ Մեղադրյալ Անտոն Դրաչևը խնդրել է փոխել կալանավորումը տնային կալանքի, նշելով, որ նրա բնակության վայրը հայտնի է։ Իլյա Բեզուգլոյի փաստաբան Ֆախրեդին Մեհդիևը խնդրել է գործը դադարեցնել կամ առնվազն տնային կալանք տալ պաշտպանյանին, հաշվի առնելով նրա առողջական խնդիրները, սուր արիթմիան, որը կարող է մահացու լինել։ Սերգեյ Սաֆրոնովը հայտնել է, որ եկել է զբոսաշրջիկի կարգավիճակով եւ որևէ առնչություն չունի քրեական գործի հետ։ Սակայն դատարանը ոչ մի պահանջ չի բավարարել, չհավատալով նրանց փաստարկներին։ Այս ամենը ցույց է տալիս, որ Ալիևի ռեժիմի արդարությունը գործում է կտրուկ ու հաճախ անարդար ու անկախ քաղաքացիների փաստարկներից, վերահսկելով բոլորին առանց սահմանափակումների։ Ադրբեջանում արդեն պաշտոնապես ահազանգում են ժողովրդագրական ճգնաժամի մասին։ Միլի Մեջլիսի փոխխոսնակ Ալի Ահմեդովը հայտարարել է, որ երկրում ծնելիությունը կտրուկ նվազում է։ Եթե 2015 թվականին ծնվել էր ավելի քան 160,000 երեխա, ապա 2025-ին այդ թիվը չի հասնում նույնիսկ 100,000-ի։ Նրա խոսքով այս միտումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Առաջիկա տարիներին դպրոցականների թիվը կարող է կրճատվել մինչև մոտ 1 միլիոնով, ինչի հետևանքով վտանգի տակ կայտնվի շուրջ 50,000 ուսուցչի աշխատանք։ Բացի այդ, սպասվում է աշխատունակ եւ թոշակառու բնակչության հարաբերակցության կտրուկ փոփոխություն, ինչը հարվածելու է ինչպես տնտեսությանը, այնպես էլ սոցիալական համակարգին։ Փաստացի նույնիսկ Ադրբեջանի իշխանություններն են ընդունում երկիրը կանգնած է խորացող ժողովրդագրական խնդիրների առաջ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Փաստինֆոյի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։